Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում իմ թեկնածությունը առաջադրելու համար։ Սա չափազանց մեծ պատիվ է, մեծ պատասխանատվություն է, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես ըստ էության Հայաստանի ազգային ժողովում հեղափոխությունից հետո երևի պարոն Հասանովի հետ այն երկու պատգամավորներից մեկն եմ, որ առանց որևէ ընդհատումների եղել է 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ գումարման խորհրդարանների պատգամավոր եւ ես ինձ համարում եմ համոզված խորհրդարանական եւ շատ բարձր եմ գնահատում իմ թիմի առաջադրումը ինձ այս կարևոր եւ պատասխանատու պաշտոնում։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները բացառիկ էին այն բանով, որ սա առաջին ընտրությունն էր Հայաստանի առաջին համապետական ընտրությունն էր անկախ Հայաստանի պատմության մեջ, երբ մենք ընտրությունները անցկացնում էինք խաղաղության պայմաններում։ Եվ մեր գլխավոր ուղերձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հետևյալն էր. Տեր կանգնիր խաղաղությանը։ Որովհետև մենք շատ լավ գիտակցում էինք, որ ժողովրդի քվեարկությունից է կախված խաղաղությունը, ժողովրդի քվեարկությունից է կախված ինքնիշխանությունը, ժողովրդի քվեարկությունից է կախված պետականությունը եւ ժողովրդի քվեարկությունից է կախված նաեւ սեփական իշխանության պաշտպանությունը։ Հատկապես հեղափոխությունից հետո մենք բազմաթիվ դժվարին փորձությունների միջով անցնելուց, հատկապես 44-օրյա պատերազմի արհավիրքների միջով անցնելուց հետո բազմիցս ականատեսն ենք եղել այն իրավիճակներին, երբ որ փորձ է արվել Հայաստանի Հանրապետությունում խլել ժողովրդի իշխանությունը։ Ընդ որում շատ հաճախ դա փորձ է արվել անել հակասահմանադրական ճանապարհով։ Ես հիշում եմ, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ որ ընդդիմությունը դուրս էր եկել փողոց, նրանք մեզանից չէին պահանջում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նրանք մեզ ասում էին՝ դուք ունենալով քաղաքացիների մանդատը, պիտի վարչապետ ընտրեք մեր թեկնածուին, որը ոչ մի կապ չուներ այդ մանդատի հետ։ Ասում էին Նիկոլ Փաշինյանը պիտի հրաժարական տա, եւ դուք պետքա վարչապետ ընտրեք Վազգեն Մանուկյանին, հիշում եք։ Մենք ասում ենք, չէ, բայց ժողովուրդ ջան, բա ժողովրդի կամքը, բա ժողովրդավարությունը, բա մանդատը։ Ասում էին, չէ, ինչ մանդատ, որովհետեւ նույնիսկ պատերազմից հետո ես կարծում եմ, որ ընդդիմությունը շատ լավ էր գիտակցում, որ ժողովուրդը միևնույնն է իր մանդատը քաղաքացիական պայմանագիր կուսակցության հանդեպ պահել է պատերազմի արհավիրքները նույնիսկ հասկանալով, որովհետև մարդիկ թացի չորից հիանալի տարբերում են։ Եվ մենք գնացինք 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Հայաստանում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվեց, ձևավորվեց 8-րդ գումարման ազգային ժողովը, որտեղ ներգրավեցին 3 խմբակցություններ, բայց ցավոք սրտի 8-րդ գումարման ազգային ժողովը ինստիտուցիոնալ տեսանկյունից չկարողացավ լինել այն օրենսդիր մարմինը, որի նկատմամբ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պիտի որ ունենա իր ակնկալիքները եւ ցանկությունները։ Օրենսդիր մարմին, որը կգա եւ կզբաղվի ամենօրյա օրինաստեղծ աշխատանքով եւ չի զբաղվի ամենօրյա էգզիստենցիալ գոյաբանական խնդիրների վերաբերյալ քննարկումներով, գզվրտոցներով, պատերազմներով եւ այլն։ Խորհրդարանական մակարդակում պատերազմներով։ Եվ ես կարծում եմ, որ բոլորի տաշկի առջև է եղել 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները, եւ ես կարծում եմ, որ այդ աշխատանքների բնույթից էր կախված նաեւ այն փաստը, որ 8-րդ գումարման խորհրդարանը ցավոք սրտի տարբեր հարցումներով պետական ինստիտուտների մեջ ուներ ամենացածր վստահություններից մեկը։ Չնայած դրանում կային օբյեկտիվ պատճառներ։ Հետպատերազմյան խորհրդարան էր, որը անընդհատ գտնվում էր տուրբուլենտությունների մեջ։ Եվ այս պայմաններում գնալով 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններին, տեր կանգնիր խաղաղություն ուղերձով, ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը եւ ժողովուրդը տեր կանգնեց սեփական իշխանությանը, որովհետեւ նախորդիվ տասնամյակների ժամանակաշրջանում խաղաղություն չէր եղել, որովհետև
չէր եղել ժողովրդի իշխանություն։ Եվ այն իշխանությունը, որը որ չուներ ժողովրդի մանդատը, չէր կարողանում նաև իրագործել ժողովրդի ուղերձը, որովհետև ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամենուր, ամենտեղ, բոլոր առիթների, ծնունդների, կնունքների, բոլոր առիթների ժամանակ ասում էին անփորձանք, ասում էին խաղաղություն։ Մարդիկ դա ասում էին, մարդիկ դա ամեն օր ասում էին, բայց քաղաքական վերնախավը դա չէր լսում։ Եվ ես կարծում եմ, որ շրջադարձային ընտրություններ էին 2026 թվականի ընտրությունները, որովհետև առաջին անգամ խաղաղության պայմաններում ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանն ու ժողովուրդը տեր կանգնեց սեփական իշխանությանը, ժողովրդի իշխանությանը։ Եվ ես համարում եմ, որ սա չափազանց կարևոր ուղերձ է տրված մեզ բոլորիս, որովհետև ինչպես իմ գործընկերը իրավացիորեն նշեց, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, դուք էլ եք իշխանություն։ Այո, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կառավարող խմբակցությունն է, բայց դուք էլ ունեք իշխանություն, եւ ձեր իշխանությունը ժողովուրդը տվել է որպես մանդատ, որպեսզի կիրառեք այն ուղերձները իրագործելու համար, որոնք տվել են մեր ընտրողները եւ ձեր ընտրողները, որովհետեւ այստեղ ես միայն մեր ընտրողների падգամավորը չեմ, եւ դուք էլ պարոն Վարդևանյան միայն ձեր ընտրողների падգամավորը չեք, առավել եւս եթե ընտրվենք մենք ազգային ժողովի փոխնախագահ, մենք պիտի վերացարկվենք մեր սեփական անձից, մենք պիտի վերացարկվենք շատ դեպքերում մեր ընտրողներից եւ պիտի սպասարկենք բոլորի շահերը։ Եվ դրա համար ես կարծում եմ, որ մենք ունենք համընդհանուր պատասխանատվություն մեր ժողովրդի առջև, եւ այս տեսանկյունից ինձ շատ գոհացնում էր երեկվա քննարկումները, որ ընդհանուր առմամբ, որովհետեւ պարզ է, որ անդադ ինչ որ այսպես բան ես անում, էլի, հետ ես վերադառնում 21 թվականի խորհրդարանի առաջին նիստերին, հիշում եք, այն ժամանակ շատ ավելի ծանր էր իրավիճակը, այն ժամանակ պարոն Հասանովին ավելի ծանր բեռ էր հասել, եթե հիշում եք տենց շարունակվող process-ները։ Եվ ես կարծում եմ, ես մտածել եմ մի հատ բանաձև, թե ինչպես կարելի է հասկանալ այս բարեկրթության եւ համատեղ աշխատանքի տրամաբանությունը, եւ այդ բանաձևն այնքան եմ պարզացրել, այնքան եմ պարզունակացրել, այնքան եմ ջարդել այդ բանաձևը, այնքան պարզացրել եմ, որ ես դալիճ ունստած մարդ չլինի, որ ընդհանրապես որ չհասկանա թե ինչա դա նշանակում, հա։ Եվ այդ բանաձևին պատասխանելուց կարելի է հասկանալ, մենք եւ դուք իրականում ինչ ենք ուզում։ Այդ բանաձևը հետեւելն է։ Ինչու կռվել, եթե կարելի է չկռվել։ Մենք մեր խմբակցությունը, ասում եմ, այնքան եմ տրիվիալ դարձրել, ինչու կռվել, եթե կարելի է չկռվել։ Կարելի է չկռվել, որպեսզի միասին համատեղ օրենսդրական աշխատանք իրականացնենք։ Կարելի է չկռվել, որպեսզի միասին ամրապնդենք խաղաղությունը։ Կարելի է չկռվել, որպեսզի միասին գնանք եւ խորհրդարանական դիվանագիտությամբ մեր երկրի շահերը սպասարկել։ Կարելի է չկռվել, որպեսզի ամրապնդել մեր երկրի ինքնիշխանությունը։ Հազարավոր պատճառներ կարելի է բերել։ Բայց հիմա նայենք ընդդիմության տեսանկյունից։ Եվ ես հիմա ուզում եմ նախորդ խմբակցության, նախորդ ազգային ժողովի ընդդիմության վրա պրոյեկտեմ այս բանաձևը։ Բայց արդյունքում թող նաև այսօրվա ընդդիմությունը պատասխանի։ Նախորդ ընդդիմությունը այս հարցը թարս էր շրջում, ասում էր ինչու չկռվել, եթե կարելի է կռվել։ Եվ այս պատասխանի մեջ էր թաքնված ընդդիմության փիլիսոփայությունը, որովհետև կարելի էր կռվել, որպեսզի սեփական ընտրողներին ցույց տալ, որ իրենք ծախված չեն։ Որովհետև իրենք իրենց ընտրողներին այնքան էին ասել, այնքան էին դեմոնիզացրել մեզ, որ իրենց ընտրողները երբ որ տենային, որ մենք իրար հետ աշխատում ենք, ասեն իրոպես ծախվեցիք, գրպանային ընդդիմություն եք։ Հետևաբար ընդդիմությունը ինքը ամեն անգամ կանգնում էր փոცხի վրա։ Ինքը ամեն անգամ հայտնվում էր սեփական ռետորաբանության ծուղակի մեջ, որովհետև ընդդիմությունը, որ մեզ ասում էր կապիտուլյանտ, ինքը վերցնում էր բոլոր հնարավոր նշաձողերից ամենաբարձր եւ այդ նշաձողից ցածր այդ նշաձողը ամենաբարձրն է։ Դրանից հետո դու չես կարա մարդու հետ շփվես։ Դրա համար նա, ով մեզ ասում էր կապիտուլյանտ, հիմա կապիտուլացված է, չկա։ Կապիտուլյանտի խմբակցությունը կապիտուլացված է։ Ո՞ւր է Սերժ Սարգսյանի խմբակցությունը։ Նրանք ովքեր ասում էին մեզ հողատու եւ դավաճան, սահուն կերպով համալրել են Սերժ Սարգսյանի խմբակցության տեղերը։ Եթե ժանրի կանոնները մնան նույնը, հաջորդիվ հարգելի գործընկերներ, դուք միանալու եք Սերժ Սարգսյանի խմբակցությանը, որը այստեղ չի։ Եվ դրա մասին էր մեր գործընկերների երեկվա ելույթների տրամաբանությունը, որ ի վերջո մարդը ունի ռեֆլեքսիայի ունակություն։ Մարդը ոչ միայն մտածում է, մարդը հետո նաև մտածում է իր մտածածի մասին։ Դա բացառիկ ունակություն է, գիտեք։ Բայց երբեմն ոչ բոլորն են դրանից օգտվում։ Այսինքն դու ոչ միայն մտածում ես ինչ-որ բան,
Դու նաև մտածում ես քո մտածածի մասին եւ ասում ես, լսի, ես ինչ մտածեցի ես, կամ ել չասեմ, որ դու մտածում ես քո արածների մասին։ Հետո գալիս ես քո արածները վերաիմաստավորում ես, ասում ես ներողություն եմ խնդրում, ասում ես հա սխալվել էի։ Իսկ մեր իրականության մեջ ընդհանրապես սխալ է։ Դա արգահատելի բան է, ոնց դու սխալվեցիր։ Վсё, վերջ, եթե դու սխալվել ես, ուրեմն վերջ, քեզ պետքա դնել հասարակական կարծիքի զոհասեղանին ու քեզ պետքա մատաղանը, ոնց կարաս դու սխալվես։ Ընդ որում սա նաև մեր կրթական համակարգի մեջ մտած խորը բան է։ Ես հիշում եմ, երբ որ ես դպրոցական տարիքում էի, չէր կարելի սխալվել։ Ոնց սխալվելը ամոթ էր, ոնց կա, no, չսխալվես, քեզ մատով ցույց կտան։ Սխալը վատ բան է։ Այնինչ առողջ հասարակություններում եւ առողջ քաղաքական համակարգում նորմալ է սխալվելը։ Նորմալ է սխալվելը եւ հետո գնալ ներողություն խնդրելը։ Նորմալ է սխալվելը եւ վերաիմաստավորել սեփական քայլերը։ Դրա համար երբ որ մեզ ընդդիմությունն ասում է, հա դուք փոխվել եք, դուք այն ժամանակ սենց էիք ասում, իսկ հիմա սենց եք ասում։ Այո, որովհետեւ կներեք, գիտեք ովքեր չէին փոխվում կամ ովքերը երևի ճիշտ չէր ասել։ Դինոզավրերը։ Եվ ուր են հիմա դինոզավրերը։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ կանգ առնել այստեղ։ Իհարկե լավ նոտա չի դինոզավրերի վրա կանգ առնելը, բայց լինելու է հարց ու պատասխան եւ այս հարց ու պատասխանի ընթացքում առիթ կունենամ խոսել։ Ես նույնպես ուզում եմ ասել, որ եթե ընտրվեմ խորհրդարանի կողմից, բնականաբար ես պատրաստակամություն եմ հայտնում աշխատել կառուցողական տրամաբանությամբ, ինչու կռվել, եթե կարելի է չկռվել փիլիսոփայության շրջանակներում, որովհետեւ ես կարծում եմ, որ միշտ չկռվելու տված օգուտները ավելի շատ են, քան թե կռվելու տված օգուտները։ Եվ ես պիտի ասեմ, որ բավական դրական եմ գնահատում գործընկերների ելույթների երկու խմբակցություններից, դրական եմ գնահատում երկու խմբակցությունների ղեկավարների ելույթների ոճը, տրամաբանությունը, տոնայնությունը, 8-րդ գումարման խորհրդանում դա չկար, եւ ես կուզենամ, որ մենք իսկապես խախտենք ժանրի կանոնները եւ ունենանք նոր խորհրդարանը, որը կունենա նոր նշաձող եւ մենք կունենանք նաեւ կառուցողական աշխատանք եւ իդեպ ուզում եմ նաեւ անպայման շեշտել հետեւյալը, քանի որ անդադ խոսք գնաց պաշտոնների վերաբերյալ հանձնաժողովի նախագահներ, փոխնախագահներ, ընդդիմությունը շատ է սիրում խոսել սահմանադրական դատարանի մասին, մեկնաբանել սահմանադրական դատարանի որոշումները։ Այս թեմայով ընդդիմադիր խմբակցությունները դիմել էին սահմանադրական դատարան հանձնաժողովի նախագահների մասով եւ սահմանադրական դատարանը տվել էր կարծիք եւ այնտեղ նշվում էր, որ խոսելով ընդդիմության այդ քվոտաների մասին հանձնաժողովի նախագահների, ասում էր, որ դա ոչ միայն իրավունք է, որ ընդդիմությունը կարող է դոնթի բանաձևով իրացնել, դա պարտավորվածություն է, ինք սահմանադրական դատարանն ասել է, որ մանդատ է տվել քաղաքացին ընդդիմությանը եւ պարտավորեցրել է, որ ինքը գնա եւ վերցնի այդ պաշտոնները եւ աշխատի այդ պաշտոններում, ոչ թե թափուր թողնի։ Եվ ես մի քանի անգամ ելույթ ունեցել եմ այս թեմայով, այն ժամանակ Հայաստան խմբակցությանը դա ասել եմ, որ ես կարծում եմ, որ դուք սահմանադրական դատարանի կարծիքը հաշվի չեք առնում։ Եվ ես կարծում եմ, որ հանուն արդարության պետքա սահմանադրական դատարանին հղում անել ամբողջական համատեքստում եւ կատարել են որոշումները, որը ոչ միայն համապատասխանում են ձեր ցանկություններին, այլ նաեւ նրանք, որոնք որ չեն համապատասխանում ձեր ցանկություններին։ Եվ ես հույս ունեմ, որ այս խորհրդարանում մենք կառաջնորդվենք այս տրամաբանությամբ, շնորհակալություն, սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։